Կարապետյանը հնարավորություն ունի դառնալ վարչապետ, թե ոչ։ Անպայման ունի ու շատ հնարավորություն ունի, որ ժողովուրդը հասկանա։ Կարևորը ժողովուրդը հասկանա, քվեարկի, գնա քվեարկության ավելի ճիշտ։ Հա, անպայման։ Երեկվա հանրահավաքին ներկա եղել եք։ Չէ, չեմ մտածել, որ իմանայի կգնայի։ Մենք Ղարաբաղ չենք ուզենք, որ Ղարաբաղ գնանք։ Այդ հարցերը սաղ ինքը ստեղծելու էլի, գիտենք։ Շնորհակալ ենք Իրանից, ձեզանից, գոհ ենք։ Մենք Ղարաբաղն ենք ուզում հետ գնանք։ Ուրիշ ոչ ստեղ ապրուստի ձև չկա, ամեն ինչը վատակ ունի։ Այո։ Այդ ինքը պետք է իմանա, կարա դառնա թե չէ։ Ոչ, Ինչո՞։ չեմ իմանում, Ռուսաստանը քաղաքացի է ինքը։ Չեմ կարող ասեմ, որ նայած վիբերների։ Սամվել Կարապետյանը լավ գործարար է, ղեկավարելու երևի ղեկավար վարչապետ եթե եղի ինքը կարող է եղել, եթե չէ ինքը վարչապետ չի կարող։ Ինքը լավ գործարար, բարերար մարդ է, բայց որպես ղեկավար երևի չունի տան։ Մեր երկրի համար ով ինչ արե։ Արցախում հիվանդանոց է սարքել։ Всё։ Թող արցախցիները գնան իրեն ձայն տան։ Ինձ թվում է ոչ։ Ինչո՞։ Դե կարծում եմ մեր ազգի խելացի հատվածը ավելի շատ է, քան ծախված հատվածը։ Հույս ունեմ, որ այսպես կլինի։ Տեսնենք, չեմ անում, բայց ես ուզում եմ։ Ոչ մի հնարավորություն չունի Սամվել Կարապետյանը, որովհետև ոչինչ չունի հայ ժողովրդի եւ Հայաստանի համար արած։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ է արել իր ղեկավարության օրոք։ Մենք դա բոլորս ենք տեսնում եւ դպրոցների շինարարություն, մանկապարտեզների նամանավան գյուղական շրջաններում։ Դե թող սա մեր Կարապետյանի կենսագրականում լինի մի այնպիսի այսպես ասած, մի այնպիսի ուտված ասեմ, գրառում ասեմ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հայ ժողովրդի Երևանի նամանավան գյուղական շրջանների երեխաների, ծերերի համար ինչ-որ մի բան ունի արած, այսքան։ 50-50 վրա։ Համենայն դեպս ես չեմ ուզում, որ դառնենք վարչապետ։ Իսկ հնարավորությունը ժողովրդից է կախված։ Իսկ տեխնացու ունեք։ Այո, ունեմ։ Կարող եք ասել, թե գաղտնիք է։ Չէ, գաղտնիք չի։ Ոչ ներկաներից, ոչ նախկիններից։ Գուրգեն Սիմոնյան։